ասենք առաջի խաղակեսն ու արդեն 5-0 պարտվում ենք վրացիկին։ Այս տեսակ խայտարակ խաղ չէի կարա պատկերացնել, վախենում եմ մտածեմ մինչև խաղի վերջ ինչ է տեղի ունենալու։ Բայց իրականության մեջ Ժողովուրդ ջան, միգուցե հենց պետք է այս տեսակ վատ սցենար պատկերացնենք, որովհետև ինչ է ֆեդերացիայի քաղաքականությունը։ Ընկնի աշխարհով ման կա, որտեղ մի 5% արունով հայ կա, խնդրի բերի ուրեմն հավաքական խաղացնի, էդ էլ այն մարդիկ են, ովքեր երազել են օրինակ Արգենտինայի հավաքական խաղան, չի ստացվել, դե վերջի վարիանտ գալիս են Հայաստանի հավաքական, երազել են Ռուսաստանի հավաքականում խաղան, չի ստացվել, ընդունում են առաջարկը գալիս են։ Ու արդյունքում ինչ է ստացվում, որ մեր հավաքականի կեսը, եթե ոչ ավելին, նա հայկական մենտալիտետ չունեցող մարդիկ են, երևի սկի օրներքն էլ մեծ մասը չգիտեն, օրինակ Հայաստանի, ու ստացվում է թիմային աշխատանք չի ստացվում այդ մարդկանց մեջ։ Հավաքականն էլ ակումբի նման չի, Ժողովուրդ ջան, որ այդ մարդիկ ամեն օր իրար հետ պարապեն։ Ոչ, հավաքականում ասենք տարին 2-3 անգամ են իրար տեսնում այդ ֆուտբոլիստները ու դա թիմ սարքելը ավելի բարդ է։ Ինչ մարզիչ ուզում ես եղի, հոլանդացի կլնես, գերմանացի կլնես, դրա համար հիմա նոր մարզիչ ունենք, բայց նոր մարզիչից էլ ինչ որ բան ակնկալելը դժվար է։ Իսկ իրականում կարծում եմ մեր քաղաքականությունը ու ֆեդերացիայի քաղաքականությունը պետք է լինի մեր մանկապատանեկան երեխեքին զարգացնելը, այդ ծերունդին կրթելը, որովհետև որ նայում ես այդ տարիքի խաղերը, ասենք 8-0-9-0 կրվում են, բայց այդ մարդիկ որ մեծանան այդ երեխեքը իրանք պիտի հավաքական լինեն, բայց ոնց են զարգացնելու ֆուտբոլը։ Իսկ այդ մարդիկ եթե այսօր կրվում են, վաղը հաստատ չեն հաղթելու։ Դրա համար այդ երեխեքի վրա է պետք ստավկան դնել, որ ասենք գոնե մի 10 տարուց ասենք ակնկալենք, որ ֆուտբոլ կունենանք։ Իսկ այս պարագայում մենք դրսից կփորձենք մի քանի հոգի գտնենք, որոնք կգան մենտալիտետով հայ չեն լինի, իսկ կարող շատ մեծ երանդե չունենան խաղալու, ստիպված տենց կընդունեն առաջարկը կգան ու մենք տենց էլ Հայաստանի ֆուտբոլի հավաքական չենք ունենա։ Այ պետքա ստավկեն դնենք այն մեր երեխեքի վրա, որ պիտի 10 տարի հետո նոր ֆուտբոլիստ ունենանք։ Այդ նոր կլինի իսկական քաղաքականություն։